Սիրելի հետևորդներ, ողջույն բոլորիդ։ Հուսով եմ բոլորդ լավ եք, առողջ եք ու բոլորիդ մոտ լավ բարձր տրամադրություն է։ Իսկ այսօր մայիսի 1-ն է, ճիշտ է դուք այս վլոգը կտեսնեք մի քանի օր անց, բայց ուզում եմ բոլորիդ շնորհավորել աշխատավորների օրվա կապակցությամբ, ցանկանալ, որ դուք բոլորդ աշխատանքում ունենաք շատ հաջողություններ, բարձր վարձատրվող աշխատավարձ, այո, ինչու ոչ, որտեղ այսօր բոլորս էլ աշխատում ենք գումար վաստակելու համար եւ ցանկացած աշխատանք գեղեցկացնում է մարդուն եւ ավելի բարելավում մեր կյանքը եւ մեր միջավայրը։ Իսկ այսօր աշխատավորների օրը մենք որոշել ենք ամուսնուս հետ միասին ընտանիքով անցկացնել քաղաքից դուրս, քանի որ այս տարվա համար ինձ համար նպատակային է լինել Հայաստանում այն վայրերում, որտեղ երբևիցե չենք եղել, սկսենք ամենամոտիկ վայրերից եւ դա Ծաղկևանքն է։ Շարժվում ենք դեպի Ծաղկևանք, մեզ հետ ճիշտ է վերցրել ենք բոլոր անհրաժեշտ իրերը, բայց որոշ բաներ էլ պետքա գնենք, դրա համար նախ մի հատ կմտնենք խանութ, գնումներ կանենք, իսկ հետո արդեն կշարժվենք Ծաղկևանք, ցավոք այստեղ վթար էր եղել ու մենք ստիպված պետքա բավականին ճանապարհ կտրենք, որ հասնենք շրջադարձի տեղին։ Ուշադիր եղեք վարորդներ ջան։ Փոքր հատված կա, ոտքով կբարձրանենք, շատ քիչ, բայց եկել հասել ենք, կարևորը։ Այս գեղեցկության համար արժեր գալ հասնել Ծաղկևանք։ Ուզում եմ վանքի անունից խոսել, որ Ծաղկևանքի անունը եկել է այստեղ տարածված ծաղիկների հետ կապված։ Ռեկլամная պաուզա։ Ինչքան դժվարությամբ են այստեղ մեքենաները բարձրանում, եթե ցածր մեքենա է, հաստատ չարժի տենց մեքենայով գալ այստեղ։ Վանքը գտնվում է դժվարամատչելի ժայռի ներսում, հենց ժայռի մեջ։ Այստեղ վանականներ, ճգնավորներ են եղել։ 4-րդ տարին է թվագրվում վանքը։ Շատ սիրուն են այս ժայռերը։ Ձեզ էլ առողջություն, լավ ելեք, մենք հայերը թող լավ ելեն, որ մենք էլ լավ ելենք։ Քևից մոմ վերցրեցինք, վարդարան վերցրեցինք, հիմա վարձանանք վերև։ Մի հատ էլ վարդարան ունեմ, Սուրբ Հովհաննեսից եմ վերցրել, իրականում ես շատ եմ սիրում։ Կարևորը գեղեցիկ, լավ եղանակա։ Տակ, եղանակը մեր կողմից է։ Հակառակ դեպքում, եթե անձրև լիներ, այստեղ վարձանալը անհնար կլիներ։ Տարբեր մարդիկ, բարեգործներ խաչքարեր են բերել ու ամբողջ դեպի Ծաղկևանք բարձրացող ճանապարհը
Այսպես գեղեցիկ խաչքարեր են տեղադրված։ Իրականում շատ անսպասելի որոշեցինք գալ Ծաղկևանք։ Արթնացանք, ամուսինս ասաց, որ ինչ-որ տեղ գնանք, ու Ծաղկևանք շուտվանից էինք ուզում գալ։ Ասեցինք, լավ, ուրեմն գնանք Ծաղկևանք։ Տեսեք, այստեղ ամենուր, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ, եթե սխալ եմ ուղղեք ինձ, այս շուշաններից են։ Բայց գեղեցիկ փունջ կհավաքենք։ Իսկ այնտեղ արդեն վանքը։ Դուք չեմ գելի։ Աջան։ Աջան։ Տեսեք, վանքի Ծաղկևանքի ներսում այսպես ջուր է կաթում պատերից, որոնք ասում են բուժիչ ազդեցություն ունի։ Եկանք, մեր մոմը վառեցինք ու այստեղ գտնվող բոլորի ուխտը թողի կատարածվի, ով ինչ նպատակների համար, որ եկել էր։ Իսկ հիմա իջնում ենք ներքև։ Նրանք մեզ հետ ամեն ինչ բերել ենք պիկնիկի համար, մի հատ լավ տեղ գտնենք ու նստենք մեր օրը շարունակենք։ Այդտեղ եղանակի վիճելուց մի անգամից փոխվեք, տեսեք ինչ պարզ երկինք է, բայց ընթացքում ամպը փակեց արևը ու մի անգամից արևը կորավ։ Տեսեք վանքի տարածքով հոսող այս գեղեցիկ ջուրը, որ ձյան հալոցքի հետևանք է։ Ես այս արտահայտությունը շատ եմ անում, խոսափողս մեքենայի մեջ է մնացել, երևի մի քիչ վատ եք լսում, բայց ասեք ինչ վատ Շվեյցարիա է, ինչ վատ Ալպերը, միայն պետք է մաքուր պահենք, ժողովուրդ չախտոտենք, ամեն մեկս մեր հետևից հավաքենք, մաքրենք, որպեսզի մեր բնությունը, մեր երկիրը մաքուր լինի, ախտոտված չլինի։ Ջան, արի, բալես։ Նուշես։ Ինձ թևնոցներ եք վերցրել ձեզ։ Էս իսկական է։ Հա? Ես էլ էստեղից այս վարդարանների վերցրել, կապել եմ հիմա, որ չկորցնեմ։ Հիմա գնանք տեսնենք որտեղ ենք լավ հետաքրքիր տեղ գտնում։ Որ պիկնիկ անենք։ Այո, որ պիկնիկ անենք, սիրում։ Սառնա։
այստեղ շատ սիրուն հատված կա, որտեղ իմ ցույց տված ծաղիկներն էին աճում։ Ու սրանք հաստատ շուշաններ են, եթե էլի եմ ասում, սխալ եմ ասում անունը ուղեկից, այդ սիրուն փունջ հավաքենք շուշանների ու շարժվենք առաջ։ Այդ նայեք ինչքան սիրուն են, շատ։ Ձեն սիրուն փոքրիկ փունջ հավաքեցի, հիմա գնանք նստենք մեքենան հուսով եմ տուն կհասցնեմ ու իրանք չեն թողոմի, մնաց մտածեմ ոնց ենք տուն հասցնում։ Սպասություն։ Արեք հեն այնտեղ հենց առների տակ նստեք։ Սիրուն կանաչապատ տարածք ենք գտել։ Հա, բայց նայեք կոսմոս չլինի։ Այստեղ էլ կնստենք, այն ինչ որ մեզ հետ բերել ենք, կվայելենք։ Հա, շատ լավ է։ Այստեղ անվան եմ բերել, որ վարունգ պամիդոր Խորոված ենք բերել։ Մեր սուրճը։ Մամա մա կոֆեները։ Էսա մի րոպե սպասի, այս բացենք, որ շուրջ չգա։ Բաժակները։ Են գնացի։ Գործը։ Մի բաժակ։ Մեր մոք կոֆեներն լավ է ծերքի, հացից հետո, ոստեղ ինչ լինենք, ինչ-որ մեկը հանքային ջուրոզի ու վարունգ պամիդոր։ Կարևորը կոլան զերո է։ Մենք այն ջուրը բերել ենք, չէ՞, մեր հետ վարունգ պամիդորը լվանանք։ Այստեղ։ Բաշի է։ Բավականին երկար նստեցինք, սիրուն վիդեոներ նկարեցինք, սիրուն նկարներ արեցինք։ Այստեղ բավական շատ ավելուկ կար, բայց ոնց հասկացա ծառերը սրսկել էին ու այդ թույնից թափել էր նաև իրանց վրա, այնպես որ ռիսկի չենք դիմի ու չենք հավաքի, բայց շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Մենք հավաքվել ենք ու հետ ենք գնում Էջմիածին, ունեցանք ևս մի գեղեցիկ հիշարժան օր, ծաղկեվանքի հետ կապված ու այսօր ընդհանուր շատ սիրուն հավես օր ենք ունեցել, ուրախ եմ, որ ձեզ հետ եմ կիսվում ես իմ տպավորություններով, գեղեցիկ պահերով, լավ մնացեք, իսկ ես ուրախ կլինեմ ձեզ տեսնել կոմենտներում։